ես հետևիցս դու։ Գիտեք տղա։ Մերսի, որ օգնեցիք, հիմա գնացեք։ Ինձ եթե լսեի։ Ազատեք։ Ինչի չորեցիր, պապ։ Որովհետև եկել ինձ իմ տղուն ա ներկայացնում։ Մինչդեռ ես բոլորից լավ գիտեմ ինչա կատարվում։ Պապ, էլ սեն շեմ դիմանում։ Ուզում ինձ մարդ զգամ, էլ սեն շեմ կարում ապրեմ։ Տղես քեզ շատ լուրջ հետազոտություններ ու բուժումա պետք։ Սեն չի կարա շարունակվի։ Չէ, պապ։ Ինձ հետազոտություններ, բուժումներ պետք չի։ Իմ միակ բուժումը բոքսն է։ Իմ տեղը ռինգն է, պապ։ Մոռացի, որ դու մեկ էլ ռինգ կմտնես։ Քանի դեռ ես ողջ եմ։ Ձեռներս ոտերս կապում ես, ուզում ես ինձ լավ զգամ, պապ։ Տղես հասկացի։ Դու ինձ ողջ ես պետք։ Ու հիմա վերջ թեման փակում։ Ես հարգում եմ ձեր կարծիքը, բայց եկեք ես մնամ իմ կարծիքին։ Ցանկացած պարագայում մարդ չպետք է կորցնի իր դիմագիծը։ Էդ ո՞րն է բալես։ Ախպերն ախպորը չի կարող դավաճանի։ Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը քո դեմ է, ախպերը այն մարդն է, ով քո թիկունքին է կանգնելու մինչև վերջ։ Ով է քեզ այս ռոմանտիկ մեծացրել ցավը տանը։ Մայրս է ինձ մարդ մեծացրել։ Իսկ մարդ լինելը ռոմանտիկ լինելու հետ կապ չունի։ Չնայած, եթե արյանդ մեջ չկան այդ արժեքները, ինչ ուզում ես սերմանի, մեկաբան չի փոխվի։ Էդ էլ կա Վով ջան։ Բայց դու ինձ լսի։ Եղբայրություն, ազնվություն, նվիրվածություն։ Այդ ամենագեղեցիկա կենացներով եւ կինոների մեջ, բայց իրականության մեջ եւ հատկապես մեր պրակտիկայում այդքան էլ չի գործում։ Շնորհակալ եմ խորհուրդների համար, բայց ես արդեն ձևավորվել եմ որպես անձ։ Ու ես իմ սկզբունքներին հավատարիմ մնալով առաջ կշարժվեմ։ Բրավո։ Իրոք բրավո։ Ես քեզ ավելի հարգեցի։ Կարգին տղա ես, ճիշտ ինպես։ Привет։ Աննա ջան, մենք 20-ից ավել լուք ունենք, ինձ հարկավոր է, որ մաքսիմալ շքեղ ու տպավորիչ նկարներ ստանանք։ Շատ լավ, այդ դեպքում պետք է հիմա սկսենք, որ ժամանակի խնդիր չունենանք։ Այդ տղայի հետ առաջին անգամ եմ աշխատելու, երկար կտևի մինչև իրար ընտելանանք։ Հասկանում եմ ձեզ, ուղղակի ճիշտ ասած մեր մոդելը դեռ չի հասել։ Եթե թույլ կտաք, ես մի հատ զանգեմ հասկանամ ուր է, էլի։ Այլի մի փոքր շտապեցնենք։ Չեմ զարմանա, որ այդ ինքնասիրարված ապուշը չգա։ Սկալի այսքան անպատասխանատու։ Լավա ժամանեցիր։ Ինձ է թվում, թե մունատ ես գալիս։ Մունատ չեմ գալիս։ Ես նյարդայնանում եմ, որովհետև դու ոչ պունկտուալ ես։ Թեր մնում պակաս, դու ինձ ոչ պունկտուալ հանեիր։ Լսի, ես ինչ կա են եմ ասում։ Այս խեղճ աղջկայից ծառեցինք ստեղ քեզ սպասելով։ Դե լավ է, էլի։ Ես տաքսի կանչեմ գամ, հասնեմ ստեղ, որ շնորհակալության փոխարեն սենց վերաբերմունքի արժանանամ։ Ոնց որ ինչ-որ մեկի լավություն ես արել։ Եկել հասել ես ստեղ, որովհետև դու այս աշխատանքի համար բարձրատրվում ես։ Հա։ Հա։ Դե ուրեմն քո համար նոր մոդել ճարի։ Ես հուսամ դու հիմա լուրջ չես խոսում։ Շատ լուրջ եմ խոսում, սենց լուրջ երբեք չեմ եղել։ Լսի։ Քեզ չի հաջողվի ինձ փաստի առաջ կանգնացնել, եղավ։ Ես չէ, բայց եղանակային պայմանները ոնց որ քեզ փաստի առաջ են կանգնացնում։ Ոնց որ լավ էլ տեղավորվել ես, հա։ Օգնի մի հատ։
Դու միշտ ես սենց անհաջող։ Չէ։ Մենակ քեզ հանդիպելիս։ Այ քեզ զուգադիպություն։ Ես էլ մենակ այն ժամանակ այն մոտ անհաջողություններ լինում, երբ քեզ եմ հանդիպում։ Մազերը տողիր։ Ինձ ոչ ոք չի կարողանում սենց կոտրի, ոնց որ Գրիշան։ Գրիշայով պետքա լուրջ զբաղվենք։ Չեմ կարողանում Գրիշանին սենց կիսամերտ տեսնեմ։ Իր խնդիրը ավելի շատ հոգեբանական է։ Դա եթե մտածում ես հոգեբանական է, համոզի տար հոգեբանի մոտ։ Դու էլ չես հավատում, չէ՞ քո ասածի։ Ամբողջ օրը ուշքում միտքը ռինգ։ Ոչ մի անգամ, ոչ մի դեպքում։ Լսել անգամ չեմ ուզում։ Ես էլ։ Ու քանի ես ողջ եմ, ինքը ռինգ երես չի տեսնելու։ Հույս ունեմ, որ կսիրահարվի ու մի բան կփոխվի։ Այդ լավ ես ասում։ Գիտես, մտածում եմ, կարող է այդ հարաբերությունները Հելենի հետ սկսի։ Գրիշան ու Հելենը քրոջ ու եղբոր պես են։ Մեծ կարող է ամեն դեպքում մի բան ստացվի։ Երևի չէ։ Երևի չէ։ Լավ տղա է խաղում։ Աղբեր, աղբերություն, գենետիկա, արուն։ Խելքիդ զունգա մեծ մարդ ես, ուշքի արի։ Ես քեզ վստահում եմ, շատ եմ վստահում, բայց ուզում եմ իմ աչքով տեսնեմ, որ ինձ չես խաբում ավաս։ Ամենասիրուն հատվածներում կանենք ֆոտոները, հագուստով պայմանավորված արդեն կընտրենք հստակ զոնաները։ Էս էլ հագուստդ։ Հիմա ինչ պիտի անեմ։ Պիտի հագնես, ջան։ Մենակ չասես, չգիտես այդ ոնց են անում, արդեն մեծ տղա ես, էլի։ Մենակ արագ էլի ժամանակ չունենք։
ոչ էլ կզանգեմ։ Տենց ռեստորանում աշխատելու համար երևի խոհարարության հատուկ կուրսեր պիտի անցած լինես։ Պապի, Աջան, ո՞նց եղար։ ոչ լավ, ոչ վատ։ Մտքերի մեջ։ Ոնց որ մտքերով Մոսկվա ես, հա, հասել։ Մոսկվա հասնելու համար նախ փող է պետք։ Դե փող ունենալու համար էլ փող աշխատել է պետք։ Իսկ ովքեր են մեր տան աշխատողները։ Լեոն ու Դավիթը, չէ։ Ինձ էլ թվաց դու էլ ես ուզում միանաս փող աշխատողների։ Պապի, ուրեմն լսի։ Լեոն զբաղված է իր մրցույթներով։ Լավ, Դավիթն աշխատում է։ լավ։ Դե դու էլ վատառող չես։ Առակդ ինչ կցուցանե, օրիորդ մանուշակ։ Պապի, ուրեմն ասում եմ, հո մենակ չես գնալու Մոսկվա։ Ես քեզ կարամ ուղեկցեմ։ Ուզում ես ինձ ուղեկցել, թե Մոսկվան ես ուզում տեսնել։ Բա եղավ։ Փաստորեն լավությունն էլ չի անցնում։ Բայց լսի, որ երկար մտածես, կհասկանաս, որ ինձնից ավելի լավ ուղեկցող չես գտնի։ Ես համաձայն եմ։ Շատ լավ է։ Արա ձեռքդ գրպան է դնես։ Սենց լավ է։ Շատ լավ է։ Մի կողմ նայի։ Մեկ էլ չեր խանգարի մի քիչ ջպտա էր, էլի։ Վերջ, սրանով ունենք, կարող ենք անցնել հաջորդ լուքերին։ Ինձ թվում է կարող ենք 5 րոպե ընդմիջել։ Բա ոնց, առնես դրա։ Մերսի։ Ձեր ընկերազանցություն զուր թե։ Չէ, լավ է։ Ես ավելի լավ է գնամ փոխվում։ Չէ, սպասի։ Կխմես կտականաս, հետո գնաս կփոխվես։ Հա, զուր թե։ Քո ճաշակով մի բան տուր։ Ուրեմն ավելի լավ է թե խմես։ Համել մարզիկները առողջ ապրելակերպի սիրահար են։ Բայց դու էլ ես սառել։ Դե ոչինչ, կարևորը գործը առաջ գնա։ Բայց ասա, որ սիրուն տեղ է։ Հա, շատ։ Բնությունը շատ եմ սիրում։ Բայց ձմեռը մոտս վատ հուշեր արթնացնում։ Ինչի։ Լավ անցանք առաջ, ես գնամ ավելի լավա փոխվում։
Լեո, հա։ Լեո Սարգսյան։ Հեչ կմտածեիր ավո, որ աղբորը տղեն կգա կնգանի քո ունանի ձեռքը։ Պատենում ես, կյանքը սենց խաղերի սիրահարա, նենց որ ուշքի արի աղբեր։ Ես չեմ ուզում քեզ տեսնեմ։ Սիրտես, ես ինչ նոր ցանկությունները ներսումդ գլուխ բարձրացրել։ Հələ ասա տենամ ինչ եմ անում ու որտեղից եմ սկսում։ Ես անինքնասեր չեմ։ Հիմա լսում ես ինձ ու շատ իր։ Էլ մյուս անգամ նման բան չասես։ Կտրորեմ են մարդու գլուխը, ով կկպնի իմ կյանքի ինքնասիրությանը։ Միգուցե սկսես առաջինը քեզնից։ Կյանքս, արևս, սիրտս, պետք չի նեղացած խաղաս։ Ախր ես քեզ բացատրել եմ, չէ, ով ա, ով բարեկամն ա, ինչ թյուրիմացություն ա եղել ու մենք ինչի մեջ ենք ընկել։ Թյուրիմացությունը գուցե հենց քո հետ կապն էր։ Հիմա ինչ անեմ։ Գնամ թե չէ։ Բա որ ավույն դուր չկա։ Համել ինչ եմ ասել, ուր եմ եկել։ Գիտես իմ համար վիրավորականը ցավոտը որն է։ Որ դու այսքան ժամանակ չհասկացար, չնկատեցիր, չգնահատեցիր, որ իմ համար ամենակարևորը դու իմ աղջիկն ես, վերջ։ Ուրիշ էլ ոչ մեր գոյություն չունի իմ համար Ռոզի։ Տեսանք Ավո ջան, ավելի շատ լսեցինք ու հասկացանք։ Տեսեք, հանգիստ որ լսի։ Ասել եմ ու էլի եմ ասում, քանի անգամ եմ ասել, իմ կյանքում շատ բան կարա լինի, շատ մարդիկ կարան լինեն, գան ու գնան, դա բացարձակ կապ չունի, իմ սրբությունը, իմ տուն ու տեղը, իմ ընտանիքը, դու ու իմ երեխան եք, ցավդ տանեմ, ու մի գժի զանգի պատճառով դու ուզում ես մեր սիրուն կյանքը փչացնես, հա, մեր սիրուն համերաշխ հասկացված օրերը, Քեզ ջղան չի սազում, դու արև ես, դու լույս ես, դու շատ խղճով ես, ցավդ տանեմ, ես էլ եմ քոպես։ Ռոզի, ես էլ եմ քոպես, դրա համար մենք ես օրին ենք, մենք մեր խղճի ձեռը կրակն ենք ընկել, ցավդ տանեմ, սաղին նվիրվելով ապրում ենք, մեզ մոռացած, մեզ անտեսած ուրիշի համար ապրում ենք, արի մոտս։ Ամեն ինչ կարգին է։ Հա, խնդիր չկա, մեր աղբերն էլ ասաց, որ ճանապարհային խնդիրներ չեն առաջացել։ Այդ լավ է։ Սիրում եմ, որ իմ համար խնդիրներ չեք ստեղծում։ Այս անգամ լավ աշխատեցիք։ Հագուստները քեզ ենք նվիրում։ Չէ, պետք չի։ Լեոն, նվերից չեն հրաժարվում։ Ես հրաժարվում եմ, հատկապես որ
տանելու տարբերակ էլ չունեն։ Իսկ ի՞նչն է խնդիրը։ Փոխադրամիջոցը։ Տաքսի ես կանչում։ Դե հա, դժվար է ոտով հասնեմ ստեղից տուն։ Վատ միտք չի, բայց այսօր չէ։ Ես քեզ կտանեմ։ Չէ, պետք չի, ես կգնամ։ Պետք է, Լեո։ Ինչի այդքան ահռելի գումար տաս հասնես քաղաք, երբ որ ես դատարկ մեքենայով հետ եմ գնում։ Քո մեքենան այդքան էլ դատարկ չի։ Աննան ուրիշ ուղղությամբ է գնում, Լեո։ Ամել անկեղծ եմ առաջարկում։ Ինձ էլ օգնած կլինես, այս երկար ճանապարհը մենակով հետ չեմ գնա։ Ինչի համար ես ինձ անընդհատ զանգում։ Ախշի վարդի թեր, ես խափում էի, որ սիրում ես։ Ես հասկանում եմ, որ հիմա ինձ ներվայնացնելու համար ինչ անուն ասես կարաս տաս, բայց իմ վերաբերմունքը մեկը չի փոխվում։ Ես առաջարկում ես մոռանանք իրար։ Գրիշո, հեռու մնա ինձնից, որովհետև չեմ ուզում քո պատճառով խնդիրներ ունենամ։ Եթե անգամ ասեմ, որ սիրում եմ քեզ այդ դեպքում էլ։ Առաջին անգամ եմ քեզնից սիրախոստովանություն լսում։ Իսկ քո կողմից ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է։ Լավ, լսի։ Իմացի, որ Գրիշոն ամեն մեկի այս խոսքերը չի ասում ու ամեն մեկի sense հնարավորություն չի տալիս։ Նես որ գնա, լավ մտածի, հետո կխոսանք, եղավ։ Ասեց, որ սիրում է ինձ չթված։ Ինչքան է սրա համար պայքարել։ Ինչ ա եղել այ մամ։ Դու պիտի ասես։ Էդու մեր սեր խոստովանում։ Հալը բրախի պատմություն այլ անգամ։ Իմ ինտուիցիան ինձ հուշում է, որ այն աղջկա հետ էիր խոսում։ Որ Լեոյի հետ կոնֆլիկտ սարքեցիր բռնցքամարտի երեկոյի ժամանակ։ Դե հա, սխալ չի հուշում ինտուիցիատ ման ջան, բայց լուրջ բան չկա, մի կենտրոնացի։ Չհասկացա։ Սեր ես խոստովանում, ասում ես լուրջ բան չկա։ Հա դե պարապ եմ զբաղվում եմ էլի այ մամ դու է։ Ես քեզ չեմ հավատում։ Լուրջ բան չլիներ, դու կոնֆլիկտ չէիր սարքի։ Մամ ջան, ես քեզ հավաստիացնում եմ, դու կարաս հանգիստ լինես, եթե իրոք մեկին ես հավանեմ, տենց լուրջ շփվեմ, ինքը կգա մեր տուն, շատ կարճ ժամանակում ու իմ կողքին կլինի այնպես որ Գրիշո, եթե սիրում ես, հորդ հետ խոսիր։ Ինքը քո Լեոյի կոնֆլիկտը կհարթի։ Եթե մի քիչ լրջանաս ու կյանքիդ լուրջ վերաբերվես, քեզ էլ կերջանկացնես մեզ էլ։ Ավելի լավ ամունանին չխառնեմ։ Համելավույս դուրս չի գա։ Դե ժպտա։ Դու արև ես, դու պետք է ժպտաս։ Դե միած սիրուն ժպտա ու ավոյդ կյանքի կոչիր։ Ում եք ուզում։ Ո՞վ։
կորցնես։ Բայց իզուր ես ճանապարհով մտար։ Ինչի վախենում ես։ Քո համար եմ վախենում, ճանապարհները սառած են։ Չհասկացա։ Էս ինչ եղավ։ Ղեկին դու ես նստած ինձ ես հարցնում։ Չեմ հասկանում, սրան ինչ եղավ։ Լիչի ես փորձեմ էլի։ Չի ստացվում։ Բա հիմա ինչ անենք։ Դե չեմ կարող ասեմ, ինչ եմ անում։ Լեո, մի բան արա էլի։ Մեքենաներից չես հասկանում, չես կարա սարքես։ Ամեն ես որտեղ ենք, ես ինչ իմանամ, մեզ որտեղ ենք մնացել։ Դու չես իմ վրա մունատ գալիս։ Ախր մեքենայից ոնց ուզում ա լինի կհասկանաս։ Մի հատ խնդրում եմ, տես ինչ կարանք անենք։ Դե տես ինչ ես անում։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Ոնց։ Դու մեքենաներից բան չես հասկանում։ Լսի, ես ավտո էլ չունեմ։ Որտեղից հասկանամ։ Մենակ մեր հարևան Վալոդի 06-ի հետ եմ կապ ունեցել մի անգամ։ Լեո, բա հիմա ինչ ենք անելու։ Չգիտեմ։ Պետք է զանգես, երևի ասես գան տանեն ավտոտ։ Ես կգժվեմ, Լեո։ Հա, հիմա ինչ։ Կապ չկա։ Ոնց չկա։ Սպասի ես փորձեմ։ Այդ ինչ տարբերություն իմ հեռախոսն է, թե քո կապ չկա։ Լեո, ո՞նց եմ դու չորի մեջտեղն եք դաժե չգիտել որտեղ եք, ո՞նց եք ստեղից դուրս գալու։ Ստեղ արջոց գետ ինչ է։ Պապի, մետ թողելի այդ կարուձևդ։ Խանգարում ես, Մանուշակ ջան։ Պապի մետ հարց եմ տալիս, պիտի անկեղծ պատասխանես։ Որ դու ես անկեղծությունից խոսում, պիտի լուրջ լսել։ Պապի, որքան ձեռքս խնդրելու, կտաս չէ։ Ով գա։ Երբ գա։ Ես ինչ ես մտածել, աղջիկ ջան։ Ալո։ Բարև ձեզ, Դավիթ։ Բարև ձեզ։ Ռեստորանի մենեջերն է ձեզ հետ խոսում։ Ինա Մակունցը հրավիրել է հանդիպման։ 2 ժամից կարող եք լինել ռեստորանում։ Անպայման կլինեմ։
Avo ինչ է կատարվում, ով է այս կինը։ Ես Ավոյի կինն եմ։ Ոչինչ, որ ես եմ Ավոյի կինը։ Հենց հիմա վիզդ վրիցդ պոկում եմ։ Քեզովա թողել դու գաս հասնես ստեղ արա։ Հարցակում գործելու փոխարեն կարող է բացատրես ինչ է ստեղ կատարվում, Ավո։ Խոսա։ Ինչ ես անում ստեղ։ Դու քո ահա լրիվ կորցրել ես, դու քեզ լրիվ կորցրել ես։ Ես ուղղակի քո հետևից եկա ու ինչ հետո։ Էս ինչ արեցիր, Ավո։ Էլի Ավո։ Ֆոկուս անում, չհավատաս։ Փոխանակ օգնես, ես ինչեր ես խոսում, գիժ ես։ Մի բան արա, մի ձև օգնի։ Սուս մնա հասկանամ ինչ եմ անում, ոնց եմ օգնում։ Դուք պատմությունը սարքում եք, Ավոյին ասում օգնի։ Արա չեք թվում էլի, չեք թվում մարդ հանգիստ ապրի, զզվել եմ։ Լսում եք ինձ։ Լսում եք։ Մութ ընկնում է ահավոր ցուրտ է։ Ձեռքերդ ու ոտքերդ արագ շարժի չես մրսի։ Քեզ ինչ կա։ Դու բարձիկ ես։ Ու կարաս չմրսես։ Կարամ հասկանամ ինչ է քեզ թվում, որ մարզիկները միս ու արունից չեն։ Խոսքս հիշի մենք ստեղ արջերի բաժին ենք դառնալու։ Տեղ արջեր չկան։ Ուրեմն ցրտից ենք մեռնելու։ Չենք մեռնի։ Ես հակի։ Չեմ ուզում։ Ասում եմ հակի։ Հետ ուր ես գնում։ Գնամ հասկանամ ոնց եմ օգնություն կանչում։ Ավտոյի մեջ նստելով ոչ մի հարց չենք լուծի։ Լեո, սպասի, խնդրում եմ։ Այստեղ մենակ մի թողելի ես ահավոր վախենում եմ։ Լիա, մի հատ հանգստացի, գնա նստի ավտոն։ Ես գնամ են կոմի վրա, կարող է կապ է բռնում կամ ավտո է անցնում, տենամ ինչ եմ անում։ Գնա։ Հա, գնա, ասում եմ։ Լիա, գնա։ Եկար տանջան։ Հա, պապ։ Ջելվասվի անցի խոհանոցը ճաշտակ։ Չէ, պապ, չեմ հասցնի ուտեմ, եկել եմ փոխվեմ ու գնամ։ Գործեր ունեմ։ Ինչ գործը։ Հանդիպման եմ, պապ։ Կարող է աղջիկ ես գտել տղա ջան։ Չէ, պապի ջան, ես ժամանակ չունեմ աղջիկ գտնեմ։ Ազիվ գործ եմ գտել։ Փոխարենը քուրը տա մեկին գտել։ Չհասկացա, ինչ է եղել։ Էլեն հիմարն այրևացել ես կողմերը։ Խոսա, պապի, ասա, ինչ է եղել։ Եկել ասում եմ, պապի, որքան ձերքս խնդրելու կտաս, չէ։
Ահավոր վիճակ է։ Այն կողմն էլ ոչ կապ կա, ոչ էլ մարդ։ Չգիտեմ ինչ ենք անելու։ Լեա! 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 Աչքերդ բացի, Լեա! Լեա!